Հայաստանը վերածում է այսօր Կովկասի բանալի պետության, մոտավորապես այնպիսի պետության, ինչպիսին Լեհաստանն է։ Հիմա ես գիտեմ, որ ռևանշիստները ինֆարկտ են ստանում, կարող է հայոյանքներ թափեն այս ապուշները, որովհետև իրենց Ռուսաստանի սա թուլացման հետ կապ ունի, ուղիղ, անմիջական։ Եվ այս պայմաններում պարզ է, որ եթե պիտի Թրամփի մայրուղին ասենք աշխատի, Ալիևի պետք է անի, պետք է ընթառաջ կա, բայց ինչպես դիզելով, դե ասել է բան, աչի ծախից, մի կողմից զանգեզուր բան, բայց ըստ էության գալիս է այն նախագծին, որը հայկական խաչմերուկն է իր բաղադրիչով Թրամփի ուղղով եւ բան, այնպես որ ամեն ինչ նորմալ է, այս իմաստով իհարկե մենք ինչ ենք անում, ստանում ենք, տեսեք, չէ, Թուրանից են խոսում, Պարզվում է Թուրանի հաշվարկված իբրև թե խոշորագույն Ղազախստան պետության հետ Աստանայով կապի մեջ ենք մնում, ստրատեգիական է, որտեղ հաց է, ցորեն է, եւ ցորենը Լարսից անկախանում է, ասին Հայաստանը շատ ավելի անկախանում։ Ես ցես հիշեցնեմ մի բան, ես նոյեմբերի բանում Վարդենիսում 3 շաբաթ առաջ եմ եղել, Վարդենիսից հաղորդում եմ տվել Սևանի ավազանց Կիրակի օրվան շրջացում որ գնում եմ։ Ես ասել եմ, որ այնտեղ հացի շտեմարաններ են, Շիրակի գոտեն եւ այլ։ Հայաստանը բարենի անվտանգության խնդիր ունի եւ ցորենի, կարծեմ եմ, այսինքն Հայաստանը բարենի անվտանգության հարցը լուծում է դիվերսիֆիկացնելով իր հնարավորությունները, ինչի որ Ռուսաստանից պիտի հրաժարվի, բայց Ռուսաստանի հույսին չպիտի մնա։ Մանավանդ հայերի համար եմ ասում, այս տարի Ռուսաստանում խիստ երաշտ է եղել, սա նկատի ունեցեք։ Ես այն ժամանակ նույնիսկ Շիրակի գոտուց եմ հաղորդում տվել, ասել եմ երաշտ է, գլխների ճարը տեսեք։ Հիմա փաստորեն այսպես, եթե Չահաբարի նավանկիստ աշխատի, ավելի լայն բանով, մենք կունենանք նաև ցորենի մատակարարման հսկա մի ամբար, որ Ավստրալիան է, մսի, երկաթի, հանքաքարի, ուրեմն շտաբել է պետք, բայց սրանց զուգահեռ մենք պետք է Հայաստանի ցանկացած հեկտարից, որտեղ հնարավոր է բարենի հարց լուծել, զուգահեռաբար պետք է լուծենք։ Եվ այս իմաստով հիմա հաջողություն, իհարկե հաջողորդի եւ Հայաստանի պետության հաջողությունն է, ի դժբախտություն ռուսական սեգմենտի, որովհետեւ իրենք անդարձ սիկտիկար են գնում։ Բայց մենք առաջարկում ենք վերադարձեք Հայաստան, մի գնացեք էլի, այդ ձեր փողը տվեք, վերադարձեք, որտեղ դա ձերը չի, նա դե ներողություն ասեք, որ գալատ է կարել, երկիրը կողոպտելով եւ պատերազմի ժամանակ Ռուսաստանի գործակալական ցանցի դեր կատարելով եւ նաեւ 6-7 տարի երկիր անկայուն պահելով, սա ռևանշիստերին է։ Ուրեմն այս պայմաններում պատկերացեք, այս հարց փակում, Ալիևը շատ բաներ պետք է հայտարարի, եւ այս բոլորը պետք է գնա, եւ այդ խաչմերուկ կոչվածը երթուղիները պետք է կարգավորվեն։ Այսպես ասեմ, ինչու նախ մենք ուզում ենք եւ այս բոլորը դնեն, որովհետեւ ամերիկացիք այդպես են ուզում։ Ինչպես որ ամերիկացիք 18-20 թվականին ուզում էին, որ հաջողորդը չոչնչանա, դրա համար լայնորեն հումանիտար օգնություն էին ուղարկում։ Այսինքն դա ոչ թե ինքնական մոտեցում է, այլ ճնշումներ եւ նրանց իրեն շահավետ, իրեն, որովհետեւ Ադրբեջանը առաջին անգամ իրեն որպես պետություն, ինչը ինքը որ գոյացել է, ստանում է մի Հայաստան պետություն, որ ռուսական գործիք չի, իր դեմ Ռուսաստանը հայության որպես գործիք օգտագործելով Ադրբեջանի դեմ, չնայած նրան շատ սիրով, նրան իր գերկում է պահում։ Այսպես քաղաքականություն ինքը բազմաշերտ է, բազմաֆունկցիոնալ է եւ այլն։ Այս շերտերը պետք է հասկանալ, իհարկե սա Ադրբեջանն է ծերնդու։ Եթե Ալիևի ինքը որպես իշխանություն քերանա այս Ալիևների Գերտաս Փաշաևների, նոր իշխանությունը շատ ավելի որտեղ բարդույթ չի ունենա, գուցե եւ վերադարձի էթնիկ եւ այլն հարցերն անգամ առաջ կարող է շարժվեն մշակութան, որտեղ սա ունի անձնական ողջ եւ պատերազմի մեջ ինքն է իբրև թե հաղթել մեզ։ Մեզ հաղթել է Պուտինը։ Նկատի ունեք Ալիևը մեզ հնարավորություն է տալիս։ Չի տալիս, չի կարող չտալ, հանում ենք դրանք, ցանկություններ։ Ուզում եմ թե չէ, ես չեմ կարող այս հարցը չլուծել։ Այս նույն բանն է, որ հիմա ուսանողի եկել է 20 միավորի ինձ պատասխանում է։
ես չեմ կարող իրեն չնշանակեմ, շատ կարողանամ, եթե թարախեմ 18-ի Եթե կաշառակ երեք չեք Չէ, կաշառքով էլ չեք կարող, կնստեք, շատ 18-ի չեսնեք, ուրեմն դա, բայց այստեղ կա նաև վարպետությունը քաղաքական ղեկավարության, որոնք հասկանալով են անում, ոչ թե բախումներով են տանում, օրինակ այս ռևանշիստներ, Ղարաբաղյան կրանի բարագլուխներ, որ մարդ լինեն, կհանձնվեն, կվես հարցերը կփակեն, քաղաքականությունից կեռանան, որտեղ չեն կարող վերադառնալ, բայց իհարկե այս Սամվել Կարապետյանն էլ բարդույթ ունեն, օրինակ ես համոզված եմ ներքին, որ Սամվել Կարապետյանը հիմա էլ կուզի Հայաստանի ճողոբրի իր երեխեքով, մերեխեքով, բայց Պուտինը կսպանի, գործուղելը Հայաստանը ցնցելու համար, կամ էլ պետք է հարստությունից հրաժարվի եւ այլն։ Իսկ ներքինը ես հիմա նույնը բանը այն Վարդանյան Ռուբենը շատ կուզի Բաքվում մնալ, հա, գործուղել են։ Դրա համար ուրիշի ձեռքին գործիք լինել չի կարելի, հատկապես ռուսի։ Բայց հիմա կարծես թե այդ մեր գերիների հետ կապված վերադառնալու Մեր գերիները մի խառնեք ռազմաքաղաքական գոչվածի, մեր գերիները պիտի կան մեր, նա ուրիշ հարց է։ Սրանք Մոսկվայի գործուղած գործակալներն են, որոնք հույս ունեն կփախնեն, կվայելեն, էլի, ինչ որ ասում են։ Լսել եմ ես, չգիտեմ, Բաքոն Նեապոլում օպերային թատրոնի շենքի մոտ տուն է առել, ասում են, պատկերացնում եք, Բաքոն, Նեապոլ, օպերա եւ այլն։ Հիմա հույս ունեն այնտեղ գնային այդպես ապրեն կամ Ստավրոպոլում, Կրասնոդարում հայ ռուս աղջիկներ եւ ինչ որ կա։ Բայց Պուտինն ասես տարեք հեղաշրջում չկարողացան անել եւ բոլորին էլ այդպես անելու։ Հայերին, ռուսները, որ լավ են ծառայում են բարագլուխները, նրանց վերջում ոչ չասում են ռուսները, որպես իրենք մնան հաջորդի հավերժ բարեկամը, գաղտնիքները դուրս չգան։ Հիմա այս մի հանդված վերջացնենք։ Սովետ մեր բանակը կառուցված է ռուսական բանակի մոդելով, եւ դա այն հպարտությունը, որ ուներ Նորատեր Գրիգորյանը, որ ինքը այդպիսի բանակ է ստեղծել, այդ բանակը աղետի է ենթարկվել, այդ բանակ էլ չկա։ Այդ բանակը 2-3 շաբաթ կռվելուց հետո գոյություն չուներ։ Վերածվեց մեր ինչ ասեմ, մեր ժողովրդի ինքնազոհության զինվորի սպայի կռվով փրկելու այն ինչ հնարավոր էր փրկել փրկվեց։ Այդ բանակ գոյություն չունի։ Հիմա ինչպիսին է այդ բանակը, այս է հարցը, սովետական բանակը, այդ դետաշինը բան չեմ ասում, Դե մենք քննարկել եմ, կառավարությունը քննարկել է այդ բանակի հարցը, բայց որոշումը փոխել, հունվարի 1-ից եւ ոչ թե ամառը։ Հիմա ասեմ, հիմա ի՞նչն է հարցը, այդ բանակի առանձնահատկությունը ինչ է սովետական, այն որ վատը լավ է, տնենք, դա գումակ ունի հսկայական։ Այդ գումակը այն թիգունքային ծառայություններն են առաջացել է Ռուսաստանի հսկա տարածքները սպասարկելուն։ Այսինքն եթե օրինակ եմ ասում X պետությունը մարտական միավորը 70% է, ռուսական բանակի մարտական միավորը 30% է, որտեղ այդ ծառացքը պետք է սպասարկվի 70%-ի միջոցով։ Էլ չեմ ասում բյուրոկրատիան եւ այլն։ Հիմա եթե այս ուղղությամբ են կրճատումն արել, օքեյ, ընտիր է։ Այսինքն, գալիս է երկրորդ մասը։ Եթե դուք այդ ավելորդը հանում եք, ասեմ մենք ունենում ենք նոր տիպի բանակ, վստահ եմ։ Ուրեմն, եթե սա են կրճատել, նորմալ է։ Այսինքն, եթե բուհերում են կաշառակերության հատվածը կրճատել են, որակը լավացել են, կրճատվել է, օրինակ բուհերի համար մի բան ասեմ, հիմա ցանկացած բուհ մտեք, մի հատ ռեկտոր կա 40 բան, պրոռեկտոր կա, 40 զոքանչ կա բան, եթե դրանցից ինչքան կրճատեք, այնքան արդյունավետությունը կբարձրանա ինչ-որ մի թվի։ Այս տարբերակն է, սա մեկ ու կես տարին էսպես, այսինքն եթե ես, որովհետև շատ եմ զբաղվել այդ հարցերով, բայց մասնակետի տեղին չեմ դնում էլի, այստեղ ինչ կա, այդ անիմաստ պլացում շարժը, այն լավ բանակներն այլևս չունեն, այն մարտականի վրա է հատուկ սպեսնազ եւ այլն, հիմա ինչ է, եթե այս տարբերակն է, այս մեկ երկրորդն էլ այսպիսի բան կա, ես չեմ կարող ասել իրական տոկոսով մեր բանակի վրա այսօրվա ծախսերը ինչպիսի ծանրություն են, դուք ես ձեզ շատ հարգելով չեմ կարող ասել, բայց ես վստահ որ որպես օրինավոր եւ լավ հայուհի ձեր տան բյուջեն կարգավորում եք այնքան, ինչքան հնարավորություն ունեք։
մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց դուք կարգավորում եք, եւ այդ որ ձեր տղան այսօր ասի վաղը Mercedes-ս առնում, հաստատ չես առնի, չեք առնի։ Այսինքն, այս բյուջեի ծանրաբեռնվածության հարց կա։ Հիմա ես դա չեմ ուզում այստեղ քննարկել։ Օրինական, իսկ անօրինականների դեպքում ասում եմ, որ ավելի չուզեցի խրվել այս հարցը, չէ, օրինական ուրիշ բան էլ կա։ Ասենք բյուջեի որևէ հատված, ոչ թե անօրինական է, ուրիշ հատվածի մեջ կարող է լինել։ Ասենք հիմա տեսեք ինչ են ասում։ Արտոց նախարարությունը հաշվում է ուժային, ոչ։ Հակառակը ես ինչքան որ գիտեմ, չնայած դա չի բավարարում։ Գլխավոր շտաբում հայտնվել է տաղանը դավոր, ոչ գեներալ սպաներ, տաղան դավոր։ Երևի թե ռուսներն է ռադ են արել պերծել են, հավանաբար, ընդեից հանել են, նոր գեներալներ կան, որոնց մասի շատ լավ բան եմ լսել, բայց էլի չեմ պնդի, որովհետև դա ուզում եմ, որ գլխավոր շտաբն է։ Դրա համար նաև ամփոփիչ ասենք, նայեցեք էլի, այսինքն ես ստացվում ես կառավարություն է, որը հեղափոխությունով եկել, որը այս դաժան փորձություններով է անցել, մենք էլ ձեզ հետ միասին դաժան ձևով կարողացել ենք պահել։ Դա իր ժողովրդի դեմ է գործում անվտանգության։ Արտվիկ Մինասյանն ասում է Գյումրի Մինասյանը ուրեմն ինքը անցյալ է, ինքը անցած է, այս խումբը անցած է։ Արտվիկ Մինասյանը այդ կուսակցություն պիտի պատասխան տան եռապետության շրջանում իրենց գործունեությանը։ Դաշնակցությունը 4 անգամ կրթության նախարարություն է ստացել, հիշում եք։ Ինչ է արել։ Օպտիմիզացիան հիշում եք, թե չեք հիշում։ Ինքը դրանց մասին կպատասխանի, հետո նոր կգա այդ հարցերի մասին խոսի։ Հիմա ինչ եմ ուզում ասել, բայց իմ ասածի մեջ որևէ բան չկա։ Դրա համար ռեֆորմի բաներ կան, հնարավորություններ, օրինակ ես մի ցանկություն ունեմ, իհարկե եթե արել են, որպես մոդելային նախատիպեր կարելի է վերցնել Շվեդիայի բանակը, գումագը չունի այդ ասածը ռուսական, մեծ Բալթյան հանրապետություններ, մեծ հաջողություններ, ֆինլանդական բանակը, օրինակ չեմ իմանում ինչքանով են իրենք դա վերցրել, չեմ վերցրել, իմանամ էլ չեմ ասի, էդ էլ ասեմ, որ դա իմ գործը չի, ես ինձ չեմ որ պետ անվտանգության շուրթերը մատն է, չէ, օրինակ հայտնի բան է, որ ֆիննական, սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ Ֆինլանդիան այն փոքր քանի 100,000-անոց բանակ գլխովին սկզբնական շրջանում ջախջախեց կարմիր բանակին, հայերը չգիտեն դա, կարմիր բանակը ջախջախվել է 40 թվին, հետո եւ եւ այդ բանակը հիմա էլ կա ֆիննագանը, շատ լավ կլինի այդ բանակի ինչ-որ տարեր վերցրես կամ դրա համար նաեւ կա նաեւ ուրիշ բան կա, այո, միջազգային իրադրությունը մեր շուրջը փոխվում է եւ Թրամփի այդ երթուղին ասենք, ես այդպես եմ սիրում ուղին եւ այլն, ուրեմն վիճակ է փոխում, այդ վիճակի մեջ տեսեք նորույթներ կան, այսա պիտի ասենք Ֆրանսիան որ չէ, օգնում է զինապես, փաստ է կրթական համակարգով, Ամերիկան ինչ-որ ձևով, 3 հաղորդագրություն տարածվեց, որ ուրեմն Հնդկաստանի արտադրվող սպառազինության մեջ հայկական տեխնոլոգիաներ են կիրառվում։ Այս սա պիտի ասել, ոչ թե անընդհատ Արծվիկն ես ասեց, Արծվիկը դրա մասին մտք ասի, հայկական տեխնոլոգիաներ Երևանում մշակված։ Հնդկական բանակը, գոնե Հնդկաստանի ճամփեն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է գտել բացել։ Սև օրերին ինչ որ սրանք ցույց էին անում արծվիկները, որովհետեւ ռուսները գանում մնան։